Գաբրիել լրագրողն է, առավելագույնը մեր ժողովրդում պատրաստ են պատասխանել հարցեր։ Համեցեք։ Լինում են ավելի լուրջ խնդիրներ, բայց նորագույն պատմությունը թերևս չունի օրինակներ, երբ երկրի ղեկավարը ուղիղ հանդես է գալիս կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Այդ խնդիրը, այսինքն եկեղեցիները լուծել են լուր առանց աղմուկի, ինչ-որ կոմպրոմիսի են եկել, որովհետև ուզեք թե չուզեք, դա նաև հեղինակությանն է կպնում եկեղեցու եւ նաև մարդկանց հոգևոր զգացմունքներն է վիրավորում։ Ըստ այդմ ինձ հետաքրքիր է, դուք մինչև այս հարցը հրապարակայնացնելը փորձեր արել եք առանց աղմուկ, հանդիպեք կաթողիկոսի հետ, նրա հետ քննարկել, կիսել ձեր մտահոգությունները, որովհետև ամեն դեպքում դա մեր հայ առաքելական եկեղեցու հեղինակությանն է վնասում եւ իդեպ ասեմ ես AI-ին դիմեցի այս հարցով, այն ինչ լուծում կարող է ունենալ այս խնդիրը։ Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում իմ հոգևոր զգացումները, ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ եւ կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատավոճի եւ գործելավոճի մեջ եւ ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ որ արդեն ասացի, եւ ես կարծում եմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիչ Ներսյանի ներկայությունը եւ ոչ միայն Կտրիչ Ներսյանի մայրաթոռում։ Դուք նշեցիք, որ եղել են դեպքեր, այդ թվում կուսակրոնության խախտման եւ այլն, բոլոր այդ դեպքերը, որ եղել են, դուք դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ եւ ուզում եմ ասել, որ նաեւ ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ, որ շակի բովանդակային ճշգրտման կարիք ունի եւ մենք ոչ թե ուղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է Կտրիչ Ներսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդ տեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Եթե դուք մի անգամ հանդիպեիք կաթողիկոսի հետ եւ նա լսեր ձեր մտահոգությունը կիսեր, միգուցե այդ հարցը ավելի հեշտ լուծվեր եւ այսպես ամբողջ աշխարհով աղմուկ չբարձրանար մեր առաքելական եկեղեցու մասին, չսկսեին բոլորը խոսել։ Գիտեք, ես կարծում եմ աղմուկը առողջացնող աղմուկ է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն եւ հրապարակային քննարկումներից խուսափեն։ Ես ասացի, որ Կտրիչ Ներսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, իմ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Պարոն վարչապետ, կառավարական ժամի ժամանակ դուք ասացիք, որ պատրաստվում եք զարգացնել փոքր ավիացիան, այսինքն մեր օդանավակայանները Ստեփանավանում, Սիսիանում, Գավառում հնարավոր է նորից աշխատեն եւ դուք ասացիք, որ կոմերցիոն հետաքրքրությունը բարձրացնելու համար պետք է մասնավոր ընկերությունների ներգրավել, ինչպես եք տեսնում այդ զարգացումը, ոնց կարելի է դա անել, որ եկամտաբեր լինի։ Գիտեք, նախ առաջինը տուրիստական հոսքերն են, երբ որ շահառու լինի ռեալ, եւ ուրախ եմ արձանագրել, որ նոյեմբեր ամսվա արդյունքներով նույնպես Հայաստանի զբոսաշրջային հոսքերը բացարձակ ռեկորդ են գրանցել նոյեմբեր ամսվա համար, որտեղ տարվա կտրվածքով մենք դեռ չունենք ռեկորդ բացարձակ, բայց ամիսների կտրվածքով մենք արդեն քանի ամիս բացարձակ ռեկորդ են գրանցում ամսվա կտրվածքով եւ ուզում եմ ընդգծել, որ դա միանշանակ եւ աներկբա խաղաղության օրակարգի
առաջմղման արդյունքն է, որովհետև այդ process-ը սկսվեց այն բանից, երբ որ մարտի վերջին մենք Ադրբեջանի հետ հայտարարեցինք խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, կոնսենսուսի հասնելու վերաբերյալ եւ բանակցությունները հաջողությամբ ավարտելու վերաբերյալ այդ պահից սկսած մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, եթե չեմ սխալվում, նաեւ մյուս ամիսներին մենք զբոսաշրջային հոսքերի ռեկորդ ենք ունեցել, իհարկե ամիսների գուցե որևէ ամսվա հարցում սխալվեմ, բայց ընդհանուր առմամբ պատկերը դա է եղել եւ առաջ ցանկացած ուղղություն զարգացնելու համար կոմերցիոն տրամաբանությամբ շահառուների արկայությունն է, որովհետեւ երբ որ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան կամ որևէ տեղ ու ուզում է ճամփորդել, իր առաջնային խնդիրը որն է, որ ճանապարհների վրա զուտ տեղափոխության վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսի եւ հնարավորինս կարճ ժամանակում հնարավորինս շատ տեղեր կարողանա գնալ եւ դա բազային հետաքրքրություն է, բազային իրավիճակ է, որի վրա կարող է նաեւ կոմերցիոն հիմքի վրա զարգանալ փոքր ավիացիան։ Ու գիտեք, դա շատ պարզ թեմա չէ։ Ես ընդհանրապես արձանագրում եմ, որ մենք այդ թեմայի վրա աշխատում ենք եւ այդտեղ բազմաթիվ հարցեր կան եւ նաեւ որոշակի չենք բացառում նաեւ պետական մասնավոր համատեղ ներդրումների մոդելը, որովհետեւ կարող է միայն մասնավորի համար այդ ներդրումային ծավալը կրելի չլինել, իսկ պետական հատվածի ներդրումը ինքը կարող է վերադարձելիության կամ արդյունավետության առումով խնդրահարույց լինել, այնպես որ կփորձենք այս ուղղությամբ պետական մասնավոր գործընկերության որոշ բանաձևեր գտնել։ Հիմա մշակվում են իմիջիայլոց այդ բանաձևերը, այդ թվում մասնավոր հատվածի ներգրավմամբ եւ process-ը դանդաղ է գնում առաջ, դա էլ պետք է խոստովանեմ։ Ինչու՞, որովհետեւ մեզ համար բացարձակապես անծանոթ թեմա է եւ մենք նոր ենք մտնում այդ թեմայի մանրամասների մեջ, բայց որ դա մեր հետաքրքրությունների տիրույթում է ակնհայտ է։ Դա իմիջիայլոց կարևոր է նաեւ մեր երկրի հանրային տնտեսական սոցիալական կյանքի համար, որովհետեւ օրինակ ես ինքս մի քանի անգամ օգտվել եմ Երևան-Կապան չվերթից, եղել եմ այդ չվերթի առաջին ուղևորը եւ երբ որ օդանավով մեկնում ես Կապան, դա եւ վերադառնում, այսինքն դա կյանքի շատ էական փոփոխություն է, որովհետեւ կարելի է գնալ Կապան, առավոտյան ես իմ օրինակն եմ բերում, առավոտյան դուրս գալ քաղաք զբոսնել, գնալ Կապան, այնտեղ մի քանի ժամ աշխատել, շփվել, զբոսնել, վերադառնալ Երևան եւ դեռ ժամանակ ունենալ ընտանիքի հետ անցկացնելու։ Այսինքն սա կյանքի այն մյուս ռեժիմով պետք է գոնե 4-5 ժամ ճանապարհ գնալ, 4-5 ժամ վերադառնալ, այսինքն 10 ժամի լավ թռիչքներ ժամանակ ունի, 6-7 ժամի խնայողությունը շատ էական է ցանկացած մարդու կյանքի համար։ Վերադառնանք քաղաքական հարցերին, պարոն Փաշինյան, երկրում արկա է դժգոհություն այն առումով, որ ցանկանում են բավականին ստվար զանգվածի բնակչություն եւ նաեւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ ասելու միանձնյա իշխանությանը։ Այս իշխանության հանդեպ դեմ են արտահայտվել նաեւ այն կուսակցությունները, ովքեր կառավարության այս համակարգը ստեղծեցին, գրեցին, հետո ձեզ մեղադրեցին այն վայելելու առումով։ Դուք ինքներդ սկզբից ասում եք, որ դժգոհ եք այդ միանձնյա իշխանությունից։ Հիմա 7 տարի անց դուք տեսնում եք, որ երկրում արկա է միանձնյա իշխանություն։ Եթե այո, ինչ եք պատրաստվում անել ապացուցելու ձեր դեմոկրատ լինելը, բավարարելու ժողովրդի պահանջը եւ դրանով իսկ կանխարգելելու հետագա մյուս իշխանության միանձնյա կառավարումը երկրում։ Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն եւ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով եւ ինչ վերաբերվում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր սահմանադրություն առաջարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Իհարկե ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ նոր սահմանադրությունը ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ կենտրոնում
ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեվության օրակարգը եւ ցանկացած սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ պայմանական ասած աերոդինամիկա ապահովի եւ դա պետք է տեղի ունենա։ Հայաստանում չկա անձնիշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն եւ ժողովրդի իշխանությունը անկասելի է եւ անբեկանելի եւ անքննելի է, մնացած ամեն ինչը պետք է տեղավորել այդ համատեքստում։ Պարոն վարչապետ, կցանկանայի նախ մեկնաբանեիք Եվրամիության հետ ռազմավարական նոր փաստաթղթի շրջանակներում այն շեշտադրումը, որը վերաբերում էր ներդրումներին եւ այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին օրինակ խաղաղության խաչմերուկներ։ Այ խոսքը ինչ ներդրումների մասին է, ինչպիսի ներդրումների մասին է, ինչ բնույթի եւ նաեւ դրա քաղաքական կողմը, այսինքն թերևս սա առաջին անգամ չէ, որ միջպետական միջազգային փաստաթղթերում խաղաղության խաչմերուկը նախագիծը արձանագրվում է։ Այ դա ինչ նշանակություն ունի եւ եթե կարելի է երկրորդ հարցս վերաբերում էր ՇՀԿ անդամակցությանը, այդ ուղղությամբ ինչ որ քայլեր տարվում են եւ Չինաստանի հետ հարաբերությունները կրկին խաղաղության խաչմերուկի շրջանակում ինչ կարեւորություն ունեն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իհարկե շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության օրակարգը եւ սա կարևոր փոփոխություն է եւ կարևոր զարգացում է մեր հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Triplet նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն, բայց նաեւ տեղյակ եք, որ մեր համագործակցությունը միայն տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների թեմային չի վերաբերվում, այլ շատ ավելի լայն համատեքստ ունի։ Գիտեք, որ դեռևս տարիներ առաջ Եվրոպական միությունը բարձրաձայնեց Հայաստանին 2.6 միլիարդ եվրոյի աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ աջակցությունը վերջերս մենք որոշակի ամփոփումներ ունեցանք, արդեն եթե հիշողությունս չի դավաճանում 500 միլիոն եվրոյից ավել ներդրումներ արվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածին վարկավորման ճանապարհով եւ այդպես շարունակ եւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են եւ իհարկե խաղաղության խաչմերուկում, այդ թվում Triplet նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Ուզում եմ ասել նաեւ մինչ այլոց, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Triplet նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք եւ ես կարող եմ ասել, որ իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք ընթանում եւ մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք Triplet նախագծի իրացումը սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Ինչ վերաբերվում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գիտեք, որ մենք հետաքրքրություն ունենք դառնալ կազմակերպության անդամ եւ նաեւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։
Պարոն Փաշինյան, դուք արդեն 7 ամիս է քաղաքական սեղանին դրել եք կաթողիկոսին հանելու հարցը, արդեն 7 ամիս է այդ հարցը պահում եք օրակարգում, տպավորություն է, որ եթե կաթողիկոսին հանեցիք ու դրեցիք ձեզ ենթարկվող, ձեզ հավատարիմ ինչ-որ մեկին, ասենք Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, այս երկրի բոլոր հարցերը լուծվելու են ընդհանրապես։ Ես նայում եմ վարչապետի լիազորությունները, վարչապետի լիազորությունների մեջ մտնում է գործադիր իշխանության հարցերը, ներքին, արտաքին քաղաքականություն, գործադիր իշխանություն։ Ձեր լիազորությունների մեջ ոչ միտեղ չեմ գտնում, որ մտածել եկեղեցական հարցերով զբաղվելը կաթողիկոսի զավակ ունենալու հարցով զբաղվելը։ Լավ, ենթադրենք կաթողիկոսը իսկապես զավակ ունի, ընդունենք այդ փաստը, պարոն Փաշինյան։ Այդ զավակ ունենալը ձեր ընտրողներին ինչ վնաս է տալիս։ Ասենք ինչով է այդ փաստը վնասում։ Եթե մի քիչ ցինիկ գտնվենք, ասենք ընդհակառակը կաթողիկոսը նպաստել է ձեր խոստումների իրականացմանը։ Դուք եք չի ասել, որ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն է դառնալու։ Հո այդ 5 միլիոնը թուրքերով չէ դառնալու, հայերով է դառնում, նպաստել է բնակչության աճին, զարգացմանը եւ այլն։ Ընդհանրապես ո՞րն է ավելի մեծ մեղք, ուզում եմ հասկանալ, զավակ ունենալն է ավելի մեծ մեղք, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը, թե ուրիշների մի ամբողջ սերունդ զավակ ունենալու հնարավորությունից, կարողությունից զրկելը։ Այդ կաթողիկոսի զավակ ունենալն է մեզ ավելի մեծ վնաս տալիս, թե մտնել լայվ ու ասել կասկա-մասկա հավաքեք, եկեք սահման, իմանալով, որ հոպը իսկապես չի աշխատելու եւ ընդհանրապես մսաղաց է տանելու։ Եվ երկրորդ հարցը, եթե թույլ կտաք, Արման Թաթոյանը գտնում է, որ դուք հետևում եք իր ուղերձներին ու ասուլիսներին, ինքը օրինակ խոսեց պաշտոնյաների հայոյախոսության մասին եւ դուք ընդունեցիք էթիկայի կանոնագիր, 3 ԱԺ-ում ընդունեցիք, որ նախկին նախագահների թեման իրոք շատ եք արդեն դրել վերցրել, այդ օրակարգը արդեն բան է, որ զզվացնում է արդեն ու ինքն էլ էր այդ մասին խոսել, հիմա ինքը գտնում է, որ դուք ուշի-ուշով հետևում եք իր ուղերձներին, առաջիկայում առաջարկում է միասնության թևերին շարունակել հետևել, ձեր առաջիկա անելիքները ինքը կասի, հետևելու եք եւ ազդվում եք, թե չէ, շնորհակալ եմ։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ, որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի, ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես գիտեք ինչ, մեկնաբանելու շատ բան չեմ տեսնում, բոլորին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, անդրադառնանք 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, հա, այդպիսի տպավորություն է, որ միայն այն պատճառով, որ վերնագիրը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահին, ոչ թե վարչապետին, իդեմս ձեզ դուք մերժել եք բանակցել, գուցե բանակցեիք եւ դրա արդյունքում չլիներ 20 թվականի պատերազմը եւ ունենայինք Արցախ։ Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել։ Երկրորդը վերնագրի պատճառով ես այդ հատվածը ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է եւ ինչ բովանդակություն ունի։ Ես էլ եմ ասում, այդ փաստաթուղթը ձևավորվել է այն գործընթացում, երբ որ ինձ անհրաժեշտ է եղել, այդ թվում համանախագահների ամփոփ տեղեկատվությունը, թե ինչ բովանդակություն է գեներացված բանակցային գործընթացում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որտեղ ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում, թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում բանակցային գործընթացում։ Եվ այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած եւ գեներացված բովանդակության։ Ինչ վերաբերվում է բանակցություններին, մենք երբեք չենք հրաժարվել
բանակցելուց, երբեք չի եղել այդպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք միշտ բանակցել ենք եւ բանակցել ենք մեր պատկերացումներին Հայաստանի Հանրապետությունում գեներացված պատկերացումներին համապատասխան եւ խնդրեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Դրա մասին է եղել խոսքը։ Պարոն վարչապետ, երեք մեր եթերում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս խոսեց արտաքին կառավարման մասին մայրաթորի, ուղիղ չեմ ցիտում, բայց մոտավորապես դա ասած իմաստը դա էր, որ մայրաթորը կառավարվում է դրսից։ Դուք եւս այդ մասին խոսել եք, ռիսկերի մասին նոր էլ խոսեցիք։ Պարոն վարչապետ, այս արդյոք ուսումնասիրություն արվում է այդ ուղղությամբ, ամառվելական հանձնարարական եղել է ձեր կողմից, որովհետև ինչպես նշեցիք, այդ խոցելիությունները օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են օգտագործել եւ եթե այս բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ կողմեր, այդ թվում եկեղեցու ներսից բարձրաստիճան հոգեվորականներ են այդ մասին խոսում, միգուցե դրանք ավելի մոտ են ճշմարտությանը, ուսումնասիրություն կա, գուցե ապացույցներ անգամ կան։ Գիտեք, ամենամեծ խնդիրն է նա, որ ուսումնասիրելու բան չկա է։ Պետք է ուղղակի ուշադիր նայել եւ տեսնել են ինչ որ կատարվում, այսինքն ինչ ուսումնասիրես։ Ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչով ուսումնասիրես։ Մենք պետք է ուղղակի շատ ուշադիր լինել եւ արձանագրել։ Իմիջայլոց մի շատ կարեւոր եւ հետաքրքիր փաստ, որ ըստ էության ստացվում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական եւ հստակ կանոնակարգում եւ կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել։ Եվ մինչև վերջին այդպիսի փաստաթուղթը ցարական պոդոժենի կոչվող փաստաթուղթն է, որի ավանդույթով մեծ հաշվով, որի ավանդույթները մինչև այսօր էլ շարունակվում է եւ նույնիսկ արդարադատության նախարարությունում գրանցած այն փաստաթղթում, որը ներկայացված է կանոնադրություն, դա ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Եվ ուզում եմ ֆունդամենտալ խնդրի անդրադառնալ բարեվարկություն։ Ես շատ բարձ հարց եմ տալիս։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարկության, երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Էլի եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգեվորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրի։ Մինչդեռ մի այլ խումբ հոգեվորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմա, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ եւ մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք, մենք կարծում ենք, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան եւ բազմիցս ասել եմ այդ թվում հարկային օրենսդրությանը համապատասխան եւ ասել եմ բազմիցս, որ կառավարությունը եւ այսօր էլ հստակ ասում եմ, որ եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչու։
Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Եվ ես նկատի ունեմ, այս խնդրի մեջ բազմաթիվ շերտեր կա, եւ այդ շերտերին, բոլոր շերտերին պետք է խնամքով եւ հոգատարությամբ մենք անդրադառնանք։ Հաջորդ հարցը Նարեկ Յակոբյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱՑ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայր ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարագ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱՑ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարագի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարագի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցից մի րոպե ասեմ ձեզ։ Այդ որ էդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի, այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան։ Եվ հաջորդ հարցը Միքայելը։ Թող տա։ Սա ոչ մեկ չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովի, բայց կաթողիկոսի անունը, որ հնչեցնում է, ձեր կամ եկա գտնվողների կյանքին ինչ կտակ ես պահում, որ ԱԱՑ աշխատողը գնում է եւ այս դեպքում Գյումրու հոգեվորականին ասում է, դե Տեր Հայր ջան, վարչապետը պետք է գա, կաթողիկոսի անունը։ Սա ինչպես է կտանում ձեզ։
Որովհետև Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Պարոն վարչապետ, քանի որ օրերս հրապարակվեց էթիկայի կանոնագիրքը քաղաքացիական պայմանագրի, մի հարց եմ ձեզ ուզում տալ։ Արդյոք այդ կանոնագրքի հրապարակումից հետո հաջորդ խորհրդարանական շրջանում 2026 թվականի ձեր կողքին կհայտնվեն օրինակ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովում իրար վրա շիշ շպրտած ու հայհոյած падգամավորները, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով անցնում է քրեական գործով, որովհետև վերջինս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված առանձնատան հետ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու մորոք Անիֆի միլիոնները, միլիարդները հոդս են ցնդել։ Գյումրիում գինովցած մանդատաթող եղած նախկին падգամավորը, ով եւս առաջադրվել է, Արփի Դավոյանը, ով օրինակ նախկին դեպքերով անցնում է քրեական գործով, ԱԺ-ում լեզու եւ ականջ կտրող Արթուր Հովհաննիսյանը, Ժաննա Անդրեասյանը ու մորոք համալսարաններում կոռուպցիոն սխեմաներ են տիրում։ Նրանք գալու են ձեր հետ հաջորդ խորհրդարանը։ Հիմա գիտեք, ասենք ենթադրենք տպավորություն է, որ դուք դատավոր եք եւ դատավճիռներ եք կարդում, իմ ասում եք անցնում են քրեական գործով։ Ով ինչ քրեական գործով անցնում։ Արփի Դավոյանը ինչ քրեական գործով անցնում, որ Ինչ պաշտոնական։ Նախորդ անգամ իշխանոց դուք չէիք, որ պետքա գրավոր հարցում ուղարկեիք։ Ազգային ժողովում դուք ինձ հարց տվեցիք, ասցի գրավոր հարցում ունեք սննդի անվտանգության տեսչությանը, դուք ասցիք այո ունենք, որից հետո մի րոպե սպասեք, մի րոպե սպասեք, ձեր հարցին պատասխանեմ։ Ես ձեզ հարցրի ունեք արդյոք գրավոր հարցում, դա տեսախցիկների առաջ է, չէ՞, հրապարակվել, ասցիք այո, ասցի շատ լավ, մենք կգնանք գրավոր հարցումը կվերցնենք եւ ձեզ կպատասխանենք։ Մենք եկանք եւ պարզվեց, որ գրավոր հարցում դուք չունեք։ Ես որովհետեւ այդ տեսեք դուք կիլոմետրերի ճշգրտության հարց ունեք ձեր հարցերում, երբ որ ձեր հարցերը կլինեն այնքան ճշգրիտ, ինչպիսի ճշգրտություն դուք ակնկալում եք ուրիշներին, այդ ձեր հարցերին այդ ճշգրտությամբ կպատասխանեմ։ Ես ուզում եմ ասել, ձեր հարցը ինքնին, ինչպես նախորդ հարցը, այս հարցը ավելի ճշգրտությանից այնքան մեծ շեղումներ ունի, որ ցանկացած ձևի արձագանքը ձեր հարցին կնշանակի, որ ես արդեն ընդունեցի ձեր բարձրաձայնած բովանդակությանը։ Հետևաբար, քանի որ ձեր բարձրաձայնած բովանդակությանը ճշգրտության ահավոր մեծ շեղում ունի, ես ձեր հարցին չեմ պատասխանի։ Իսկ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ընթացակարգը հրապարակված է եւ բոլոր հետագա ընթացակարգերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ինչ վերաբերվում է մնացած այդ մարտահրավերները եւ խնդիրների հետ առերեսվել ենք եւ ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, մենք բոլորս ինձնից սկսած հարկ ենք համարում, որ պետքա ունենանք սեփական սխալների առերեսվելու եւ դրանք ուղղելու, սխալների համար այնտեղ որտեղ հնարավոր է ներողություն խնդրելու, այնտեղ որտեղ պետք է քաղաքական պատասխանատվություն կրելու եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեր հարցին պատասխանեցի։ Պարոն վարչապետ, օրերս Եվրամիության ընդլայնման հարցով հատուկ ներկայացուցիչը հանձնակատար Կոսը հայտարարեց, որ պատրաստ է Եվրամիությունը Հայաստանին օժանդակել Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային, մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրացանցերին հաղորդման գծերին միանալու հարցով կարելի է ենթադրել, որ դա նշանակում է, որ էլեկտրացանցերի կառավարման գործում մասնակցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային երկրներ, մասնավորապես Վրաստան կամ Թուրքիա։ Գիտեք, իրական տիկին Կոսի հայտարարությունը կարծում եմ կապված է շատ կոնկրետ նախագծի հետ։ Դուք գիտեք, որ Եվրամիության հետ համատեղ ծրագիր կա կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել եւ դա բացարձակապես որևէ կապ չունի ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ։ ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը, կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1.
դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման, եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաեւ վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի հետցի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ան առաջինն է, այսինքն որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը։